ֆուտբոլի ֆեդերացիայի հետ համատեղ աշխատանքներով մեր ակումբը համ ֆուտբոլի ֆեդերացիան օգնեցին մեզ, որ այս հրաշալի մարզադաշտը ունենանք։ Մարզադաշտի վերանորոգումը սկսել ենք մարտ ամսվա սկզբին եւ 1 ամիս տևեց վերանորոգումը։ Մայիսի 1-ից արդեն ամբողջ Վահագն Թումասյանի անվան մարզահամալիրը տրամադրվեց Աբովյան ակադեմիա հասարակական կազմակերպությանը։ Ես հիշում եմ իմ ժամանակով, որ ես մարզվել եմ այս մարզադաշտում, ինքը շատ վատ վիճակում էր ու հիմա ես կուզենամ, որ իմ ակումբի երեխաները շատ հիանալի մարզադաշտում մարզվեն եւ հասնեն իրենց հաջողության։ Ստե ավելի լավ կխաղան, որտեվ ստե ամեն ինչ լավ է, լավ պայմաններում է, լավ էլ աշխատում ենք էլի մեր վրա։ Նախքան արհեստական խոտածածկը լինելը մարզումների էֆեկտիվությունը այդքան բարձր չէր, բայց խոտածածկը, նոր խոտածածկը բարձր մակարդակի վրա է եւ մարզումները կրկնակի էֆեկտիվ են ասում։ Նախկին պայմանների հետ համեմատած երեխաները ավելի մոտիվացված են մարզվում, քանի որ նրանց մտահղացումները եւ տեխնիկական հնարքները, ինչը որ մտածում են դաշտում, ավելի որակով են կարում կատարել։ Նոր խոտածածկը հիմք է դրել նոր կյանքի սկիզբ ֆուտբոլային ու համայնքներից բազմաթիվ երեխաներ այս պահին կան, որ գալի եւ մասնակցում են մարզումներին։